Բարև ձեզ, հրապարակումն է եթերում։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Մարգարայի անցագետը շահագործման պատրաստ կան անհրաժեշտ ենթակառուցվածքներ սահմանային ու մաքսային վերահսկողությունների համար։ Ձյունառատ ձմռան անհարմարությունները ինչպես են սպասարկվում միջպետական հանրապետական ճանապարհները, հարցազրույց տաղավարում։ Աղբանությունից մինչև ձնամաքրում Հայաստանի համայնքներում վերջին տարիներին թարմացվել են ավտոպարկերն ու ծառայությունների տեխնիկան։ Օրգանական մեղրից մինչև մուրաբաներ ու ջեմեր, Իբարին օգտվել է պետական աջակցության ծրագրերից։ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, արձանագրումն արել են պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ անցակետ այցից հետո։ Ժամանակակից ենթակառուցվածքներով ցանկացած պահի հնարավոր է կազմակերպել սահմանային և մաքսային հսկողություններ։ Տեղում առանձնացված են մեքենաների և ուղևորների զննությունների համար հատուկ վայրեր, կան էլեկտրոնային կշեռքներ, ճառագայթային հսկողության սարքեր։ Սահմանապահ զորքերը հիմա էլ անցակետում անցկացնում են ծառայություն։ Պետական գերատեսչությունների ներկայացուցիչներն այցելել են Մարգարա անցակետ, ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Մարգարայի անցակետում ծանոթացել են ենթակառուցվածքներին, ինչպես են կազմակերպվելու սահմանային և մաքսային հսկողությունները։ Այդտեղ մաքսային հսկողությունը ուղևորը դնում է Ռապեստանի մեջ, գալիս արդեն սահմանային վերահսկողությունը անցնում է, եթե խնդիր չունի, ստեղով դուրս է գալի աջ կողմում ու անցնում է դեպի, եթե մեքենա կա մեքենայով, եթե ոտքով, ուրեմն ոտքով տեղափոխում արդեն դեպի դուրս։ Մարգարա անցակետն ամբողջությամբ պատրաստ է հագեցած արդյունավետ և անվտանգ մաքսային ծառայություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Վերաբացման պահից իհարկե արդեն այս բոլոր խցիկները, որ տեսնում եք, իրականացվի իհարկե սահմանապահ ծառայություն, անձնագրային վերահսկողություն, մաքսայինում ևս ՊԵԿ-ը հատուկ առանձնացրել է այն աշխատակիցներին, ովքեր պետք է ծառայություն իրականացնեն տվյալ անցման կետում, կա մեքենաների զննման համար հատուկ առանձնացված վայր, ուղևորների զննման համար, այսինքն բոլոր անհրաժեշտ մաքսային ընթացակարգերը, որոնք որ ենթադրաբար կարան իրականացվեն սահմանային անցման կետում, ամեն ինչը հնարավոր է իրականացնել Մարգարա անցման կետում։ Առկա են ուղևորների ուղեբեռների ֆիզիկական զննության համար անհրաժեշտ ռենտգեն սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, ֆիզիկական անձանց զննության համար նախատեսված ճառագայթային հսկողության սարքեր, առկա է նաև տրանսպորտային միջոցների ճառագայթային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ Մարգարա անցակետում կառուցվել է սպասարկման հարմարավետ սրահ, մեքենաների մանրամասն զննման մասնաշենք, տրանսպորտային միջոցների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ և միջազգային չափորոշիչներին համահունչ այլ ենթակառուցվածքներ։ Բանակը 24 ժամ աշխատելու է, որպեսզի վճարումները կատարվի, մենք առաջացնում ովքեր որ վիզայի համար վճարում են կատարելու։ Մարգարա անցման կետում ծառայությունը 24 ժամ իրականացնում են սահմանային վերահսկողության աշխատակիցները եւ հատուկ տեխնիկական միջոցներով նույնպես հագեցված է Մարգարա անցակետը եւ հենց վերաբացվեց, նույնպես մենք պատրաստ ենք իրականացնել պատշաճ կերպով սահմանային վերահսկողություն։ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են դեռևս 2023-ի տարեվերջին։ Այս ձմեռ մյուսների համեմատ կարծես ձյունառատ էր, որքանով էին պատրաստ միջպետական հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունները ձյունառատությանը, կփորձենք հասկանալ տաղավարում, այստեղ է ճանապարհային դեպարտամент հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալը։ Պարոն Խաչատրյան, համայնքներում գոնե թե կան այսպես ասած առաջնային, երկրորդական ճանապարհներ, միջպետական եւ հանրապետական ճանապարհներին այսպիսի մոտեցումներ կան։ Միջպետական եւ հանրապետական ճանապարհներին նմանատիպ առաջնահերթ մոտեցումներ չունենք։ Ունենք կլիմայական պայմաններից, բարդ ռելիեֆային պայմաններից խնդրահարույց հատվածներ, որոնց սպասարկումը ոչ թե առաջնային է, այլ ընդամենը բարդ է եւ խիստ անհրաժեշտ։ Միջպետական ճանապարհահատվածների վրա կարող եմ թվարկել այդպիսի տեղամասեր՝ Երևան-Գյումրի Բավարար ճանապարհահատվածի Քեթի Լեռնանսկի հատվածում, Լիմի Լեռնանսկի հատվածում, Սպիտակի ոլորանների հատվածում, որոնք առաջնահերթություն են անում, որ դրանք դեպի սահման գնացող միջպետական ճանապարհներ են։ Հատուկ ուշադրության կենտրոնում են, որքանով հասկացա։ Ճանապարհները բոլորն են հատուկ ուշադրության կենտրոնում, բոլոր տեղամասերն էլ լինում են առաջնահերթ եւ հատուկ։ Կարծես այս ձմեռը դեռ նահանջել չի պատրաստվում, ձյուն առաջիկայում գուցե լինի, բայց փորձենք մինչև այս շրջանը ինչ-որ գնահատականներ տալ։ Որքանով էին ճանապարհները սպասարկող ընկերությունները պատրաստ, արդյոք բավարար աղով, ավազով հագեցվածություն ունեին, տեխնիկան։ Ճանապարհը սպասարկող ընկերությունները դեռևս հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից
իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ, ճանապարհի դեպարտամենտի աշխատակիցների կողմից եղել են պարբերաբար այցեր, ստուգվել են անբարվող տեղամասերում իրենց կուտակած աղի եւ ավազի տեխնիկաների սարքին եւ անսարք լինելու հանգամանքները, ընդհանուր առմամբ ճանապարհ սպասարկող կազմակերպությունները պատրաստ են եղել եւ կարողացել են մեծ մասամբ իրենց արժե դրված խնդիրները կատարել։ Ֆորմալ իմաստով երբ է սկսում ու ավարտում ձմեռային սպասարկման շրջանը։ Ձմեռային սպասարկման շրջանը սկսվում է նոյեմբերի 15-ին, ավարտվում է ապրիլի 1-ին։ Պարոն Խաչատրյան, ընդհանուր առմամբ ինչպես է իրականացում այսպես արագ արձագանքումը տարբեր ճանապարհահատվածներում։ Արդյոք կան գործակցություններ, օրինակ, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կամ համայնքների հետ։ Այո, իհարկե կան, երբ որ ինչ-որ հատվածում լինում է խնդիր, դա կլինի ձյան հետ կապված, ամառային սպասարկման ժամանակ ինչ-որ փլուզման, հեղեղների հետ կապված համագործակցությունը կա։ Ճանապարհային դեպարտամենտը մշտապես կապի մեջ է եւ համայնքի, եւ փրկարար ծառայության, եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Պարոն Խաչատրյան, կա սահմանված ինչ-որ մի ժամանակահատված, որին պետք է տեղավորվելով այդ ժամանակահատվածում լինի արագ արձագանք եւ ապահովվի ճանապարհի անցանելիություն։ Ընդհանուր սպասարկման ոլորտում դա կարգավորվում է կառավարության որոշումով, այսինքն ըստ թերությունների կախված է դրա ժամկետը, ինչքան ժամանակում պետք է կապալառու ընկերությունը վերացնի այդ թերությունները, իսկ կոնկրետ Եթե մի քանի օր շարունակ անդադար ձյուն է տեղի ունեցել, այս պարագայում ինչպես է կարգավորվում այդ։ Ձմեռային սպասարկման ժամանակ անդադար ինտենսիվ ձյան դեպքում ժամկետ չի պահանջում, այսինքն ձյունը հենց սկսվում է, այդ պահից անցնում ենք եւ ճանապարհ սպասարկող ընկերությունները եւ դեպարտամենտի աշխատակիցները անցնում են արտակարգ ռեժիմի, 24 ժամյա ռեժիմով աշխատում են այնքան ժամանակ, անհրաժեշտության դեպքում հերթափոխով, անհրաժեշտության դեպքում կապալառու ընկերության կողմից նոր տեխնիկաներ ներգրավելով, միջև ճանապարհը դառնում է անցանելի։ Պետք է ճանապարհը անցանելի լինի, որքան հնարավոր է շուտ։ Աշխատանքների որակի պատշաճ մատուցումը ծառայությունների ինչ մեխանիզմներով է իրականացնում վերահսկողություն այս իմաստով ճանապարհային դեպարտամենտը։ Վերահսկողությունը կատարվում է հետևյալ մեխանիզմով։ Ճանապարհային դեպարտամենտը ունի տարածքային ինժեներներ, ովքեր լինում են տարածաշրջաններում, ստուգում են ճանապարհի սպասարկող ընկերությունների կողմից կատարված աշխատանքը, ճանապարհային ընկերությունների կողմից թերի կատարված աշխատանքների դեպքում արձանագրվում էր, ողջամիտ ժամկետ է տրվում սպասարկող ընկերություններին, սպասարկող ընկերությունները սահմանված կարգի համաձայն ժամկետները նշվում է սահմանված կարգով, կառավարության որոշում ունենք։ Իսկ կան հատուկ պահանջներ, թե ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանեն սպասարկող կազմակերպությունները նույն ձմեռային սպասարկման գործընթացն իրականացնելու համար։ Դա կարգավորվում է կառավարության որոշումով, ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքով եւ կապալառուի հետ կնքված պայմանագրով։ Տարբեր թերություններ, տարբեր խախտումներ ունեն իրենց վերացման ժամանակահատվածները 8 ժամ, 1 օր, 3 օր, 4 օր տարբեր են դրանք, տարբեր թերությունները տարբեր են։ Արձանագրվում է եւ ողջամիտ ժամկետ է տրվում սահմանված կարգին համապատասխան, կատարելուց կապալառու ընկերությունը պարտավոր է վերացված թերության մասին տեղյակ պահել պատվիրատուին։ Տվյալ դեպքում տարածքային կառավարման նախարարությանը։ Իսկ եթե նորից արձանագրվում այդ թերությունը, որը որ պատշաճ չի վերացվել կամ թերությունը ընդհանրապես չի վերացվել, կատարվում է համապատասխան ամսվա համար նվազեցում իրենց վճարված գումարի, նվազեցում սահմանված կարգին համապատասխան չափաբաժնով։ Իսկ կան ինչ-որ ճանապարհահատվածներ, որտեղ սպասարկող ընկերությունների մրցույթներ այսպես չեն իրականացել, ու եթե կան, ինչպես է իրականացվում դրա ձնամակրման աշխատանքները, օրինակ ձմեռային շրջանում։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում միջպետական եւ հանրապետական բոլոր ճանապարհները սպասարկվում են։ Շնորհակալ եմ շատ, պարոն Խաչատրյան։ Խնդրեմ։ Հայաստանի համայնքներում վերջին տարիներին աստիճանաբար թարմացվել են ավտոպարկերը, գնվել են աղբահանության, փողոցների սպասարկման եւ ձնամաքրման համար նախատեսված տեխնիկա։ Այս գործընթացում կարևոր դեր են ունեցել պետական աջակցության տարբեր մեխանիզմներ, այդ թվում տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերը, ինչպես նաեւ կառավարության տրամադրած համաֆինանսավորման գործիքները։ 2025 թվականից սակայն մոտեցումները որոշակիորեն փոխվել են, հաշվի առնելով համայնքների սեփական եկամուտների աճն ու պետությունից տրամադրվող դոտացիաների ավելացումը։ Վերջին տարիներին Գավառում այսպիսի ձնառատ ձմեռ չէր եղել, որ քաղաքում հնարավոր լինի երթևեկել, փողոցները մաքրվում են ամեն օր։ Համայնքի խոշորացումից հետո խնդիրների շուրջ քննարկումները ցույց էին տվել, որ բնակավայրերի փողոցների պատշաճ սպասարկման համար համապատասխան տեխնիկա ունենալն ուղղակի անհրաժեշտություն էր։ Առավել նպատակահարմար էր, որ նոր խոշորացած համայնքն ունենա սեփական տեխնիկան։ Առաջին ձեռքբերումը ավելի քան 40 միլիոն արժողությամբ ավտոգրեյդերներ։
24 թվականի հունվարից սկսել ենք սպասարկել, անմիջապես զգացվեց այն թեթևությունը, որովհետև նախկինում մենք փորձում էինք տարբեր տեխնիկաներ ներգրավել, նաև օգտագործել համայնքում արկա մասնավոր տեխնիկաներից, սա նաև միջոցների խնայողություն է տալիս, որովհետև նախկինում մենք եթե պետք է մրցույթ անցկացնեինք, վարձակալեինք տեխնիկա, դա բավականին միջոցներ էր պահանջում, իսկ այժմ մենք այդ միջոցներն ուղղում ենք դիզվառելիքի եւ աղուավազի ձեռքբերմանը։ Սա 2023-ի տարեմուտի լավագույն նվերն էր համայնքին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի շնորհիվ վերջին 7 տարին խոշորացած համայնքներին հատկացվել է 4166 միավոր տեխնիկա եւ աղբաման, 300-ից ավելին համայնքային աշխատանքների համար նախատեսված կոմունալ մեքենաներն են։ Բազմաֆունկցիոնալ այս տեխնիկան էլ գործի են դնում շուրջ տարին, ձմռանն աղուավազ է շաղ տալիս, ամռանը ջրցան է։ Մենք ձեռք ենք բերել նաև փոշեկուլ, ինչը գործարկել ենք 2025 թվականին եւ արդեն 2026-ի գարնանը փոշեկուլը հավաքելու է այս շախտված ավազը եւ սպասարկման անհրաժեշտությունը դարձյալ կնվազի։ Ծրագրի միջոցով մոտ 14 միլիարդ դրամ է ներդրվել, որ համայնքները անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար հավելյալ միջոցներ չծախսեն։ Համայնքների կարողությունների զարգացմանն էր ուղղված նաև սուբվենցիոն գործիքով տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը։ 2018 թվականից սկսված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև տեխնիկայի ձեռքբերման ուղղությունը, որը հնարավորություն էր տալիս, որպեսզի համայնքները կարողանան ինքնուրույն լուծել որոշակի խնդիրներ։ Շատ տեխնիկաներ գնվել են ճանապարհների սպասարկման համար, ընդհանուր եւ նաև ցնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար։ Պետական աջակցությունը կազմել է 35-ից 65%, կախված աշխարհագրական դիրքից։ Ձնառատ ձմեռը Ծաղկաձորում ոգևորությամբ են ընդունել։ Ձմեռային туриզմի զարգացման համար բոլոր պայմաններն այս տարի կան։ Բազմամարդ է Ծաղկաձորը։ Համայնքային իշխանության համար քաղաքի փողոցների պատշաճ սպասարկումը հեշտ լուծվողներից է, հատկապես որ սուբվենցիոն գործիքի շնորհիվ կարողացել են ձեռք բերել ձնամաքրման անհրաժեշտ տեխնիկան։ Տրակտորները գետինը իշքան էլ մաքրում են, տակը ձուն է մնում, իսկ կոնկրետ այս տեխնիկան քերում է, հանում է մինչև ասֆալտ մաքրում է։ 36 ժամ աշխատում է, 12 ժամ հանգստանում է տեխնիկան։ Ռոտոր ունենք, ռոտորը բարձում է կամազների մեջ, տանում ենք, թափում ենք։ Ավելի քան 55 միլիոն դրամ արժողությամբ տեխնիկայի 35%-ը հատկացրել է կառավարությունը, մնացածը համայնքն է ներդրել։ 25 թվականին մենք իրականացրեցինք կարգում փոփոխություններ սուբվենցիայի, կրճատվեցին նաև ուղղությունները, հաշվի առնելով պետության կողմից որդեգրած առաջնահերթությունները։ Բայց այդ կրճատումների համար հիմք են հանդիսացել այն փաստը, որ վերջին 2 տարում բավականին աճել են համայնքների սեփական եկամուտները, հաշվի առնելով գույքահարկերը, որ արդեն 26 թվականից 100% է դարձել, անշարժ գույքի հարկերը, եւ իհարկե շատ մեծ ծավալ են հասել պետության կողմից պետական բյուջեից դոտացիաները, որ տրամադրվում են համայնքներին։ Այդ իսկ պատճառով արդեն իսկ համայնքները իրենք կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկաները։ Վերջին տարիներին սուբվենցիոն գործիքի շնորհիվ խոշորացված համայնքներին հաջողվել է լուծել առաջնային խնդիրների զգալի մասը, եւ համայնքների կարողություններն այլևս թույլ են տալիս ինքնուրույն հոգալ մինչև 100 միլիոնի հասնող ծախսերը, իսկ կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ կլուծվեն խոշոր մի քանի միլիարդի հասնող ծրագրերը։ Օրգանական մեղրով ճանապարհը սկսած Իբարի ընկերությունը կարճ ժամանակում առաջարկն ընդլայնեց ու սկսեց նաև մուրաբաների ջեմերի արտադրություն կարողացավ դիրքավորվել ոչ միայն տեղական շուկայում, այլև ներկայացավ արտերկրում պրեմիում դասի արտադրանքի փոքր խմբաքանակներ արտահանելով։ Զարգացման կայուն հեռանկարներ ապահովելու համար ընկերությունը սկսեց ընդլայնման գործընթաց, 2021-ին հնգամյա ներդրումային ծրագրով դիմեց կառավարությանն ու ստացավ պետական աջակցություն մաքսատուրքերի արտոնությունների տեսքով։ Թե ինչպես է փոքր արտադրությունը հաղթահարում մեծ շուկայի մարտահրավերները, ռեպորտաժում։ 2018-ին շուկա մտնելով օրգանական մեղրով ամիսներ անց Իբարի ընկերությունը նաև մուրաբաների ջեմերի արտադրություն սկսեց։ Ոչ միայն տեղական շուկայում հաջողեց պրեմիում դասի արտադրանքի փոքր խմբաքանակներ արտահանելով, նաև երկրից դուրս պահանջարկ ձևավորեց։ 1.5-2 տարվա մեր փորձը մեզ տվեց այն կայուն հեռանկարը, որ մենք կարող ենք ունենալ մեծ մասշտաբի ընդլայնում։ 2021-ին հնգամյա զարգացման ծրագիր կազմեցին եւ ներդրումային փաթեթը ներկայացրեցին գործադիրին պետական աջակցության ակնկալիքով։ Կառավարությունն ընկերության հայտը հաստատեց արտոնելով մինչև 2026-ի տարեվերջ եվրոպական արտադրության ապակե տարաներ ու կափարիչներ ներմուծել առանց մաքսատուրքի։
Արտահանման ծավալներն ավելացնել, ուղղությունները դիվերսիֆիկացնել, արտոնված մաքսատուրքն ուղղել հումքի դիմաց վճարումներին ընկերության հանձնառություններն էին։ Որոշ կետեր, այն ինչ որ նախանշել ենք ծրագրում, մի քանի անգամ գերազանցել ենք, բայց որոշ հատվածներ էլ դեռ մի տարի ունենք ծրագրի շրջանակներում, հուսամ, որ կկարողանանք բավարար չափով իրականացնել։ Ծրագրով 5 տարվա ընթացքում պլանավորել էին ներմուծել 458 միլիոն դրամի տարա եւ կափարիչ, եթե հաջողեին նախատեսածն իրագործել, արտոնված մաքսատուրքի գումարը կազմելու էր մոտ 80 միլիոն դրամ։ Արտոնության իրացման առաջին տարին 2022-ը բնութագրում են որպես իդեալական տարի, եթե 21-ին ունեցել են 80 միլիոն դրամի վաճառք, 50% արտահանում, 22-ին 145 միլիոն դրամի շեմն են հատել, 100 միլիոն դրամի ապրանք արտահանել։ Ծրագրին դիմելուց հետո մեր մոտ արտահանման հնարավորությունը առնվազն 2.5 անգամ շատացել է։ Բայց ցավոք սրտի ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հետո ձևավորված իրականությունը մեզ հնարավորություն չտվեց անկախ մեր կամքից ունենալ տրամաբանական զարգացում, մասնավորապես երբ որ մեր դրամը, հայկական դրամը արժևորվեց եւ մնացած արտարժույթների կուրսերը անկում ապրեցին, դա մեծ վնաս հասցրեց բոլոր արտահանող ընկերություններին։ Արտահանման շուկաներում գնային առումով մրցակցային դիրքը կորցնելով ընկերությունը հարկադրված կրճատել է նաև ներմուծվող տարաների ծավալը, ինչը նախատեսված էր օգտագործել միայն արտահանվող տեսականու արտադրության մեջ։ Մինչև այժմ ներմուծել ենք մոտ 20 միլիոն դրամի կափարիչ եւ տարա եւ դրան համապատասխան համաչափորեն ստացել ենք մոտ 3-6 միլիոն դրամի մաքսատուրքից ազատման հնարավորություն։ Արտահանման շուկաներում ժամանակավոր անհաջողությունը կոմպենսացրել են տեղական շուկայում ակտիվանալով, քանի որ մի քանի ապրանքանիշով են ներկայանում, գնային միջին սեգմենտի արտադրանքի ծավալներն են ավելացրել, տեղական շուկայում դիրքերը բարելավել, ընդհանուր մոտ 200 տոննա հումք վերամշակել։ Մոտ 200 միլիոն դրամի վճար ենք կատարել գյուղացիական տարբեր տնտեսություններին, ձեռք ենք բերել մրգեր, հատապտուղ եւ մեղր։ 2025-ը իբարին դիտարկում է արդեն կայունացման տանող տարի, արտահանումը մոտ 40% են հասցրել։ Մենք պարտավորվել ենք ընդլայնել մեր արտահանման աշխարհագրությունը, չնայած այն դժվարություններին, որ ես նշեցի, կարողացել ենք պատվավոր ձևով ներկայանալ օրինակ Բելարուսի Հանրապետությունում, Վրաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանի Դաշնությունում, բավականին հաջող արտահանում ունենք Միացյալ Նահանգներում, Կանադայում։ Ընկերությունը դեռևս գործում է վարձակալած տարածքում, ներդրումային ծրագրով նոր աշխատատեղեր չէր նախատեսել, հիմնական 6 աշխատող ունեն, պահածոյացման սեզոնին թիվը մի քանի անգամ ավելանում է։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն։